Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ, սիրելի ժողովուրդ, այս տարի հունիս ամսին ես ունեմ տեսանյութ նկարահանված, հունիսի 15-ին կոնկրետ, որը կոչվում է լոլիկների ֆիտոֆթորայով վարակվելու կանխարգելումը վերնագիրն է։ Մեզ մոտ հունիս ամիսը շատ անձրևային էր, ամեն օր 10 օր իր վրա անձրև էր գալիս, գիշեր ցերեկ, եւ օդի ջերմաստիճանը 14-15 աստիճան էր, բայց եղանակի տեսությունը ասում էր, որ մի քանի օրից լինելու է շատ բարձր ջերմաստիճան, բոլորդ գիտեք, որ Եվրոպայում այս տարի շատ շոկ եղավ, մինչև բարձրացավ 40 աստիճան, 41 աստիճան տեղ-տեղ։ Եվ որպեսզի ես կանխեի վտանգը վարակի լոլիկների, պղպեղների, կաբաչկայի, վարունգների, դրա համար ես կատարել եմ սրսկում եւ շատ օգնում է։ Օգտագործել եմ կաթ, ջուր, յոդ եւ 3% ջրածնի պերոքսիդ, պերեգիս վադարոդ է։ Տեսեք հիմա այս արդեն լոլիկները որոշ մասը հասունանում են, դուք տեսեք իրանց վիճակը առողջական, խնդրեմ։ Եվ ես կրկնել եմ 14 օր հետո նորից այդ սրսկումը, երկու անգամ սրսկել։ Խնդրեմ տեսեք թփերների առողջ են, գույները տեսեք, որովհետև որոշ մարդիկ գրել են, որ դա չի օգնում։ Ես միշտ տեսանյութերս անում եմ, եթե ես դա օգտագործում եմ, եւ ես օգտագործում դա, այս էլ արդյունքը ժողովուրդ ջան։ Տեսեք, ոչ մի հիվանդություն չկա։ Արանքներով գնամ, ես ցույց տամ։ Արդեն սկսել են հասունանալ, տեսեք, դեղինները այնտեղ արդեն կարմիր լոլիկներն են հասունանում։ Խնդրեմ ձեզ մոտիկից ցույց տամ։ Եվ այսպես շարունակ։ Սրսկել եմ նաև նույն լուծույթով լոբիները, խնդրեմ լոբիների վիճակը եւ իհարկե վարունգները։ Հին ժողովուրդ ջան, սեր ժողովուրդ, սա ապացույց, որ իրոք օգնում է։ Այսքանով ավարտում եմ, եթե հավանեցիք, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Եղեք միշտ առողջ։ Բարին ընդ ձեզ ցտեսություն։